Տեր Մակար, ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանը այսօր դարձյալ գրառում է կատարել, այս անգամ անդրադառնալով այն քահանաներին, ովքեր երեկ արձագանքել են իր գրառմանը, ասելով, որ Նիկոլ Փաշինյանին իրենց եղբայրը չեն համարում։ Նա այսօր եւս թիրախավորել է կաթողիկոսին եւ ձեզ այսպես համախմբման կոչ է անում, որ միախմբվեք իր եղբայրները միախմբվեն եւ այսպես կարգալույծ անեն կաթողիկոսին։ Առհասարակ ինչպես եք վերաբերվում նրա այս հայտարարություններին։ Դե երեք արդեն մեր քահանա եղբայրները ասել են եւ այսօր էլ բնականաբար հավերին ասել չկա նույնն է։ Այն ինչ որ ասում է եղբայր, խոսքերը կարեւոր չեն։ Կարեւորն է այդ խոսքերի հետևում կատարվող գործերը։ Եվ կարևոր չէ ինչ են ասում, կարևոր է ինչ են անում, Աստվածաշունչն էլ ասում է, հա ծառը իր պտղից է ճանաչվում, եւ երբ որ իր ընթացքը եւ գործերը դրանք եկեղեցու դեմ են ուղված, բնականաբար փաթեթավորված որպես թե եկեղեցու համար, բայց իրականության մեջ եկեղեցու դեմ են ուղված եւ ընդհանրապես ուղված են հայկականության դեմ, միայն եկեղեցու դեմ չէ, հայկականության դեմ, բնականաբար դրան ասելու բան չկա, միայն կարենք ասեմ, որ մենք չունենք այդպես եղբայր, որը եկեղեցու դեմ պայքարած, սկսել արշավը սկսել եւ արշավը սկսել է իրենից առաջ սկսվել էր թշնամական կողմից եւ բնականաբար թշնամի երկու կողմից էր սկսել եւ ինքը այդ թշնամական երկի կողմից սկսած արշավին այդ ջուր լսեց ջրաղացին եւ ինքը շարունակեց եւ բնականաբար այդպիսի դեպքում չեն կարող եղբայր լինել։ Ինչ ուզում է ասել, իր քայլերը եղբայրական քայլեր չեն եւ հետեւաբար խոսքերը կարեւոր չեն։ Կարևորն իր քայլերը։ Տեր Մակար, ինչու է այս իշխանությունները այդպես սարսափած հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին հայ ժողովրդի, հա, ինքնությունը կրող կառույցն է եւ ոչ միայն հայ ժողովրդի կյանքում մեր Տեր Հիսուս Քրիստոսի փրկությունը բերած եկեղեցին է, այլ նաեւ մեր ազգի հարատեվությունը, հա, ինքնությունը պահող կառույցն է եկեղեցին եւ թերևս այսօրվա տարածաշրջանում կատարվող դեպքերի հետ կապված նպատակ կա, թերևս այդպես ենք մտածում, որ հայկականությունը պետք է այն ինքնության իմաստով, ինչու իմաստով, որ մենք հասկանում ենք, պետք է իրականության մեջ փոխվի ժողովրդի մտածումի մեջ եւ այդ փոխվելուն բնականաբար խանգարող է ինքնության կրողը, պետականության կրողը եկեղեցին եւ դրա համար հիմա արշավ է սկսել եկեղեցու դեմ։ Եվ այդ արշավը ինչով է որ ուզում են փաթեթավորեն, նպատակը մի բան է, հայկականությունը, հայկական ինքնությունը եւ այդ ինքնության դեմ պայքարը իրականության մեջ ավարտին հասնել, կարողանալով եկեղեցին եկեղեցուն լրացնել եւ եկեղեցականներին լրացնել։ Տեր Մակար, Նիկոլ Փաշինյանը ասում է, որ եկեղեցին ինքը իրեն համարում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եւ իր սրբազան պարտքն է համարում, որպեսզի մաքրի հայ առաքելական Սուրբ եկեղեցին սրբապիղծներից, այսինքն հոգևորած դասի նկատի ունի։ Դուք նրան համարում եք հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ։ Ես իրեն համարելու կարևորությունը իմ վրա չեմ վերցնում, այլ ինքը իրեն չի կարող համարել։ Ինքն էլ իրեն չի համարում։ Եթե ինքը պայքար է սկսում եկեղեցու դեմ, խախտելով բնականաբար նաև սահմանադրությամբ այն բաժանումը, որ պետությունը իրավունք չունի եկեղեցու գործերին առնվել, եւ բնականաբար ամենավատ բառապաշարով անգամ անդրադառնում է հոգեվորականներին, հայախառն, որ անգամ, այսինքն համացանցի Facebook-ը արգելափակեց իրեն եւ այդ իր գրառումը անգամ, այսինքն նշանակում է ինքը իրեն է դուրս դնում եկեղեցուց։ Ինչքան է որ ասի ես հայ առաքելական եկեղեցու անդամ եմ։ Բնականաբար այդպես պիտի ասի, որպեսզի չկողմնորոշված շատ մարդկանց, ովքեր հայ առաքելական եկեղեցու անդամ են, իրենց սերն ու հավանությունը շահի եւ ցույց տա, որ ինքը խնդիր չունի եկեղեցու դեմ։ Բայց իր խնդիրը հենց եկեղեցու դեմ է եւ եկեղեցուն որպես, այսինքն ինքնություն կրող, հայի ինքնությունը կրող կառույցի դեմ է։ Դեր հայ, սա աննախադեպ երևույթ է, երբ երկու արքեպիսկոպոսներ են ձերբակալվել, պատմականորեն որ ժամանակաշրջանի հետ եք համեմատում այս կատարվող իրադարձությունները։
Ինչքան է որ մեզ թվում է աննախադեպ է, բայց նախադեպերը շատ կան։ Նորանկախ Հայաստանում համեմատած։ Այո, նորանկախ Հայաստանում այդպես է, այսինքն վերջի 30 տարիների ընթացքում, այսինքն կարելի ասել աննախադեպ է, բայց եթե Աստվածաշունչն են կարդում, Աստծո ձայնը լրացնելու համար, մարգարեներին լրացնելու համար, հա, Հովհաննես Մկրտչին լրացնելու համար, անգամ մարդացած Աստծուն լրացնելու համար, իրականության մեջ չարը տարբեր ձևեր է մտածում եւ գործադրում է հենց մարդկանց միջոցով։ Եվ այն ժամանակ էլ հեռու չէր Քրիստոսի դատապարտության գիրը ինչ էր, քաղաքական վճիռ էր, հա, թագավոր հրեից, եւ այսօր մենք կարդում ենք Հիսուս Քրիստոս թագավոր հրեից շատ տեղերում, այսինքն քաղաքական, այսինքն մեղադրանք է հնչեցվում, դրանով փաթաթարվելով Աստված մարդությունը։ Եվ Աստված մարդության ձևը չի փոխվել, հա, 2000 տարիներ հետո էլ Աստծո ձայնը, ճշմարտության ձայնը լրացնելու համար որոշակի քաղաքական մեղանդրանքներ են փորձում ներկայացնել, որպեսզի կարողանան իրենց ծրագիրը իրականացնեն, կարողանան կալանավորեն, բանտեն եւ իրականության մեջ լրացնեն այն ձայնը, որ գալիս է ասելու, որի գալիս է քննադատելու, որ գալիս է ասելու, որ սխալ ուղու վրա եք, հա, որ աստվածային ուղու վրա չեք, որ ազգային ընթացքի մեջ չեք եւ պիտի փոխվեք։ Այդ ձայնը լրացնելու համար է։ Եվ ինչքան է որ մտածենք աննախադեպ է, բայց իրականության մեջ կարող է որոշակի գործիքակազմը փոխվել է, բայց չարի ծրագիրը, իրագործման ծրագիրը նույնն է մնացել ավետարանական ժամանակներից մինչև այսօր։